Հայ մարտիկները անարդարության պատնեշը փլուզելու համար 1890-ական թվականներին իրականացրեցին Բանկ Օտոմանի գործողությունը Խանասորի արշավանքը։ 1896 թվականի օգոստոսին հայ ֆիդայիները Բաբկեն Սյունու և Հրաչ Թիրաքյանի գլխավորությամբ գրավեցին Կոստանդնուպոլսի Օսմանյան բանկը։ Գործողության նպատակն էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայկական ջարդերի վրա պահանջել բարեփոխումների իրականացում։ Այս ինքնազոհ քայլը մնաց պատմության մեջ որպես հայ ազատագրական պայքարի ամենահամարձակ դրվագներից մեկը։ Եղբայրներ, մենք չենք գնում ոսկի կողոպտելու այդ շենքը, որ կոչվում է Բանկ Օտոման, մեզ համար ոչ թե դրամատուն է, այլ մի աշխարհի ուշադրությունը գրավելու բեմ։ Երբ Եվրոպան լռում է, երբ սուլթանի յաթաղանը մեզ ժողովրդին կոտորում է իր սեփական տանը, մենք այլևս աղերսելու իրավունք չունենք։ Մենք եկել ենք Օսմանյան կայսրության սիրտը ցույց տալու, որ հայը կարող է մեռնել, բայց չի կարող ստրուկ մնալ։ Մեր պայմանը պարզ է։ Կա մի մենք այս շենքի փլատակների տակ կթաղենք եվրոպական բանկիրների հարստությունը և մեր կյանքը։ Կամ աշխարհը վերջապես կստիպի Աբդուլհամիդին դադարեցնել արյունահեղությունը և տալ մեզ մարդավայել ապրելու իրավունք։ Ես գիտեմ շատերս տուն չենք վերադառնալու, բայց իմացեք, մեր մահը կլինի ավելի բարձրագոչ, քան ցանկացած դիվանագիտական նալակ։ Թող աշխարհը տեսնի հայ հեղափոխականը գիտի և սիրել իր հողը և մեռնել հանուն նրա ազատության։ Ես եմ Նիկոլ Դումանը, մենք չենք մոռացել Վանի դեպքերը։ Այն օրը, երբ դավադրաբար կոտորվեցին մեր եղբայրները անզեն ու վստահած թշնամու խոստումներին։ Մենք հասկացանք լռել չի կարելի։ Մենք հավաքվեցինք ոչ միայն կռվելու, այլ արդարություն պահանջելու։ Բայց մինչ հարձակվելը մենք երդվեցինք. չկրակել կանանց վրա, չվնասել երեխաներին, չդիպչել անզենին։ Մենք չէինք եկել դառնալու նրանց նման, և երբ հասավ պահը, մենք հարձակվեցինք։ Կայծակի պես անսպասելի թշնամին ջախջախվեց։ Շարիֆ բեկը փակավ, բայց ատ ցավը մնաց։ Մենք նույնպես կորուստներ ունեցանք։ Կարոն ընկավ հերոսի մահով, և այդ վերքը միշտ մեզ հետ կմնա։ Բայց Խանասորը դարձավ ավելին, քան վրեժ։ Այն դարձավ պատգամ, որ հայը կարող է պատասխան տալ, որ անարդարությունը չի մնում անպատիժ։ Եվ ամենակարևորը, մենք վերադարձրինք մեր արժանապատվությունը։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը Ասալան հիմնադրվել է 1975 թվականին։ Կազմակերպության հիմնադիրն ու առաջնորդը լիբանանահայ Հակոբ Հակոբյանն է, իսկ հոգևոր հիմնադիրը Գուրգեն Յանիկյանը։ Ասալայի նպատակն էր զինյալ գործողություններով Թուրքիայից պահանջել հայոց ցեղասպանության ճանաչում և Արևմտյան Հայաստանի ազատագրում։ Այժմ ես կթվարկեմ Ասալայի ստեղծման պատճառները։ Պատմական արդարության պահանջ, կապված հայոց ցեղասպանության հետևանքների հետ, ցանկություն հասնելու ճանաչման և արդարության, հայկական հարցի բարձրաձայնում նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայկական խնդիրների վրա, նպաստել, որ թեման դարձնեն ավելի քննարկվող ողջ աշխարհում, Սփյուռքի ինքնագիտակցության ուժեղացում, համախմբել տարբեր երկրներում ապրող հայերին, ձևավորել պայքարի և ինքնության պահպանման գաղափար, ակտիվ պայքարի մղելով ազգին, ազգային ինքնության պահպանում նպաստել, որ սփյուռքահայ երիտասարդները չկորցնեն կապը իրենց պատմության հետ։ 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարա քաղաքում կատարվածը ցնցող տպավորություն էր թողնելու։ 77-ամյա հայազգի ծերունի Գուրգեն Յանիկյանը ատրճանակով սպանեց թուրք երկու բարձրաստիճան դիվանագետների։ Նրա նպատակն էր խուլ ու համր ձևացող աշխարհի քնած ունկերում վերստին հնչեցնել մոռացվող հայկական հարցը։ Քաջասիրտ Յանիկյանը դատապարտվեց ցմահ բանտարկության, սակայն նրա կրակոցները հասան իրենց նպատակին։ Կարճ ժամանակ անց հայտնվեցին արիասիրտ հայորդիներ շարունակելու առաքելությունը։ Ծնվեց Ասալան, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։
Գաղտնի բանակի հիմնադիրն էր Մկրտիչ Թագուշյանի որդի Հակոբ Հակոբյանը, ում հայրը միակ փրկվածն էր իրենց գերդաստանից։ Եղեռնի արհավիրքներն ու վրիժարության կրակն իր արյամբ կրող երիտասարդը ձեռնարկեց Ասալայի ստեղծումը 1975 թվականին։ Ասալայի ստեղծումից անմիջապես հետո սկսվեցին ռազմագործողությունները։ Առաջինը 1975 թվականի հունվարի 20-ին Բեյրութում եկեղեցիների համաշխարհային միության գրասենյակի ռմբահարումն էր։ Այդ գործողությանը հաջորդեցին շուրջ 200-ից 300 զինված գործողություններ ուղղված թուրքական հաստատությունների դեմ։ Ասալայի հետևողական պայքարի շնորհիվ մեր ժողովրդի հայրենազրկության և ցեղասպանության հարցերը կրկին հայտնվեցին քաղաքական օրակարգում։ Աշխարհը տեսավ, որ իրավազրկված մի ժողովուրդ արժանապատվորեն պայքարում է իր ազգային իրավունքների համար։ Բազմաթիվ նվիրյալներ նահատակվեցին, բայց չթուլացավ հայրենապաշտության ոգին, որն օրինակ է ծառայում նաև այսօր։ Վան գործողությունը տեղի է ունեցել 1981 թվականի սեպտեմբերի 24-ին, երբ 4 հայ երիտասարդներ գրոհեցին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը։ Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Ասալայի Եղիա Քեշիշյան մարտախմբի Վան գործողությունը։ Գործողությունն իրականացրել են Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը, Գևորգ Գյուզելյանը և Արամ Բասմաջանը։ Ընդհանուր գործողությունը տիվել է 16 ժամ։ 1980-ականները Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Ասալայի համար ամենաակտիվ, բայց նաև ամենահակասական շրջանն էին։ Գործողություններն ուղղված էին թուրք դիվանագետների և պետական կառույցների դեմ, նպատակ ունենալով աշխարհի ուշադրությունը հրավիրել հայոց ցեղասպանության վրա։ 1981-ի Վան գործողությունը Փարիզում դարձավ կազմակերպության ամենահնչեղ քաղաքական հաղթանակներից մեկը, սակայն ներքին պառակտումները և Յակոբ Յակոբյանի ու Մոնթե Մելքոնյանի միջև հակասությունները թուլացրին կառույցը։ 1982-ի Լիբանանյան պատերազմը և 1988-ին Յակոբյանի սպանությունը փաստացի վերջ դրեցին կազմակերպության ակտիվ գործունեությանը։ Ասալան ստիպեց աշխարհին խոսել հայկական հարցի մասին, բայց դրա ուղին լի էր ողբերգական կորուստներով և ներքին ճգնաժամերով։ 1990 թվականից Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը ակտիվ մասնակցություն ունեցավ Արցախյան պատերազմին։ Վազգեն Սիսլյանն ու Գորգ Գյուզելյանը ստեղծեցին Մեծ Մուրադ ջոկատը, որը գործում էր ամենաթեժ կետերում։ Բարձր պատրաստվածության շնորհիվ այն միակ ջոկատն էր, որն իրականացրեց բազմաթիվ գործողություններ առանց զոհերի։ Վազգեն Սիսլյանը մասնակցեց Շուշիի ակնի ազատագրմանը, մեծ քանակությամբ զինամթերք մատակարարելով Արցախ։ Մարտիրոս Ժանկոչյանն ու Հովսեփ Հովսեփյանը նույնպես վճռորոշ դեր խաղացին ռազմական հատուկ գործողություններում։ Այս հերոսների նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը դարձան մեր հաղթանակի հիմնասյուները։ Ես կխոսեմ մեր կազմակերպության դրական հետևանքների մասին։ Առաջինը հայկական հարցի միջազգային տեսանելիության աճն է։ Ավելի շատ ուշադրություն դարձվեց հայոց ցեղասպանության թեմային։ Միջազգային մամուլում և քաղաքական շրջանակներում հարցը սկսեց ավելի հաճախ քննարկվել։ Սփյուռքի ակտիվացում։ Սփյուռքահայության մի մասը ավելի ակտիվացավ քաղաքական և հասարակական կյանքում։ Ուժեղացավ համախմբման գաղափարը և ազգային ինքնագիտակցության բարձրացումը։ Երիտասարդ սերունդների մեջ աճեց հետաքրքրությունը պատմության և ինքնության նկատմամբ։ Ձևավորվեց պայքարի և հիշողության պահպանման գաղափար, խթանելով հետագա խաղաղ պայքարը։ Զարգացան դիվանագիտական և խաղաղ մեթոդները, նպաստելով ճանաչման գործընթացներին տարբեր երկրներում։ Մենք ընտրեցինք զենքի ուղին ոչ թե այն պատճառով, որ սիրում ենք արյուն, այլ որովհետև տասնամյակների լռությունը մեզ ոչինչ չտվեց։ Մենք հոգնել էինք աշխարհի դռները թակելուց և արդարություն մուրալուց։ Մենք հասկացանք, որ աշխարհը լսում է միայն նրանց, ովքեր պայքարում են։
Մեր նպատակը պարզ էր հիշեցնել աշխարհին, որ հայ ժողովուրդը դեռ ապրում է եւ պահանջում է իր հողն ու իր իրավունքը։ Մենք մեր անձը զոհաբերեցինք, որպեսզի հայ երիտասարդի մեջ մեռնի զոհի հոգեբանությունը եւ ծնվի մարտիկի ոգին։ Իմ պատգամն է նրանց, ովքեր կշարունակեն մեր գործը։ Մի վախեցեք լինել ուժեղ։ Թշնամին հարգում է միայն ուժը։ Եղեք կազմակերպված, եղեք գիտակից եւ երբեք մի հուսահատվեք դժվարությունների առաջ։ Հողը արյունով է պահվում։ Մենք պայքարում էինք հեռվից, բայց մեր բոլորի հայացքը միշտ ուղղված էր դեպի Մասիսն ու մեր պապենական հողերը։ Այնտեղ, որտեղ հայը կանգնած է իր հողին, նա անպարտելի է։ Հավատարմություն հայ դատին։ Մեր պայքարը կուսակցական կամ անձնական չէ, այն համազգային է։ Եղեք միասնական, որովհետև պառակտումը մեր ամենամեծ թշնամին է եղել պատմության ընթացքում։ Մենք գնում ենք գիտակցելով, որ մեր զոհողությունը կարող է լինել միայն մի փոքրիկ կայծ։ Այն մեծ հրդեհի մեջ, որը պիտի մաքրի մեր ճանապարհը դեպի ազատ եւ միացյալ Հայաստան։ Եվ հիշեք, միշտ առաջ դեպի հաղթանակ։